Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նիստին հետևող հարգարժան հայրենակիցներ, չնայած լայնածավալ քրեական գործին, որի շրջանակներում պայքարում ենք երկար տարիների հանցավոր գործունեություն կազմակերպած ու իրականացրած շորթող ու շանտաժիստ մի բանդայի դեմ, չնայած իշխանամերձ մի քանի երիտասարդների գրպաններում մշտական բնակություն հաստատած, ուրիշ տեղերում չասեմ, թե գրպաններից բացի որտեղ մի քանի գենետիկական ճիվաղների վրաերտներից ու հարձակումներից, Facebook-ը հաչոցներից և կսմրտոցներից մեր նկատմամբ, չնայած դրան, չնայած տեղեկատվական շրջափակման ու հակաքարոզչության, մայիսի 28-ին կայացավ Ալյանս կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, կայացավ 877 պատվիրակի որոշումներով ու քվեարկություններով առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների Վանաձորի և Գյումրիի ու այնուհետև համապետական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունների որոշում արձանագրելով նաև քաղաքական սերնդափոխության տեղի ունեցող փաստը, արձանագրելով նաև նոր որակի ազնիվ, պարկեշտ, ամբից, գործունակ, աշխատունակ թիմ ձևավորելու և որոշումների կայացման դաշտ այդ թիմը բերելու հանգամանքը։ Մենք միասնաբար կայացրեցինք որոշում պաշտոնապես բանակցություններ սկսելու հայաստանյան քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու կամ մասնակցության միասնական որևէ ձևաչափ ու ճակատ ձևավորելու մասին։ Ես հերթական և թերևս նախընտրական շրջանի մեկնարկի ընթացքում վերջին անգամ հայտարարում եմ այն պատրաստակամության մասին, որն Ալյանսն իր ստեղծման առաջին օրվանից հռչակել է, միավորվելու և ջանքեր գործադրելու ընդդիմության դաշտում միասնական բևեռ ձևավորելու վերաբերյալ։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մեջ անդառնալիորեն վրա հասնող քաղաքական սերնդափոխությունը պիտի տեղի ունենա բացառապես ընդդիմադիր գործող և ձևավորվող քաղաքական ուժերի միասնական արջի թաթի հարվածի արդյունքում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։